չէ արա։ Դուք ոչ թե ուզում եք Նիկոլին փոխեք։ Դուք դիշովկա եք, դուք եք ուզում գաք իշխանության։ Եվ ես շնորհակալություն եմ հայտնել մի անգամ արդեն Սրբազանին, որ լյուստրացիայի ենթարկեց ձեզ, իսկ Մարոկյանը вообще տրուսի կախարը հանեց վրեկներից սաղ ու լրիվ մեկ եկել, լրիվ ճիճուի ինչ որ տենց են քաքի մեջի ճիճուները ոնց են տենց ասենք աթորի համար, բանի համար, քաքի համար, քրիվա դուք եք։ Եթե դու այդ չլնեիք, եթե ձեր նպատակը Նիկոլ Փաշինյանից պրծնելն է, վերջապես Դավաճան հողատու, եսի մնչատուից, ապա այս մարդուն կնշանակեի կլներ մի տարի կլներ, հետո նորմալ ընտրություններ կանեիք, կամ կընտրվեի, կամ ջայնամ ընտրվեի, կամ մի բան կլներ։ Էդմոն Մարուկյանը Լուսավոր Հայաստանի ղեկավարը նախաձեռնել էր վարչապետին անվստահություն հայտնելու ինչ որ քայլ։ Դա կոչվում է շատ մի քիչ անսովոր անվանում այնց համար, ոնց որ կամասուտրայից լինի, impeachment։ Հա։ Նու կարծեմ որոշներին ծանոթ է երևի թե այդ բառը իմ հերոստատիտողից հանդիսատեսից։ Մի խոսքով, դա գիտեք առաջ ինչու չէր արվում, այդ սրբազանների բաների ժամանակ չեղավ, ասում են, որովհետև 2 ստորագրություն պակաս էր։ Հա, բայց հիմա այդ 2 ստորագրությունը կա, այդ Հովիկ Աղազարյանն է եւ ինչ որ Մինչյանն է, որոնք որ եթե ընդդիմադիր մեր պատգամավորները եթե ստորագրեին, ապա կարող էին դիմել արդեն այդ իմպիչմենտի գործընթացը սկսել։ Եվ երբ որ արդեն բանը հասավ բանին, տապալվեց հետի, որովհետև մեր ընդդիմադիր այսպես ասած այդ զանգվածը, որ կոնգլոմերատը, որ նստած է պարլամենտում, չհամաձայնվեց դա անել։ Հիմա ժողովուրդ ջան, ձեզ ասեմ սենց մի բան, ես Էդմոն Մարուկյանը աչքիս լույսը չի, ես համաձայն չեմ իր ռուսական այդ կոնցեպցիաներին, որ Ռուսաստանը պիտի խորացնել մեր հարաբերությունները, որ պետք է վերադառնալ նոյեմբերի 9-ի բանակցություններին, ինձ համար դա անընդունելի է, հա։ Մնացածը ասեք ինչ որ բաներ ասում, որ ասեք համաձայն եմ, հա։ Պարզ ասեք հանկարծ չկարծեք ինքից փող ատվեց, չնայած լավ կներ որ տար, պրինցիպի, հա, վատ չէ լինի։ Հա։ Եվ հիմա ուզում եմ ասեմ, որ այս process-ը քաղաքական process էր։ Պարլամենտական երկրին հարիր ինչ-որ process էր եւ դեռ ավելին Մարուկյանը դառնում էր մի տարով վարչապետ, եթե անվստահություն հայտնեին։ Մի տարի հետո սում էին ընտրություններ, այսինքն բանի համար ընդդիմության համար իդեալական ինչ-որ տեսնետ վիճակ է ստեղծում, որովհետեւ հիշում եք ասում են Սրբազանի որ դեմ էին տվել, ասում են կայ մարդ, ասենք այս մարդ հոգեորական մարդ է, սրա ծրագիր Աստված, հայրենիք եւ բան տենց շուտից բաներ ասում, որ լավ է ապրել առողջ քան հիվանդ, լավ է ունենալ լինել հարուստ քաղաքան թե աղքատ, այդ էր իր ծրագիրը էլի պրինցիպի, հա, Կիրանցով Ղարաբաղ մառազներ էր ինչ-որ, ոչինչ, այնքան որ մարդիկ էլ ունեն, որ ինձ գրում էին, դեմ մի խոսա, այնքան որ պրծնեն Նիկոլից, այնքան որ հա այդ դրան եք ուզում դնեք, որ այնքան որ պրծնեիք, հիմա այնքան որ այդքան ուզում եք պրծնեիք Նիկոլից, ժողովուրդ ջան, այս մարդը 10 տարվա ստաժ ունի, քաղաքականությամբ զբաղվելու, ձեր նման Ռուսաստանի հետ վատ չի հարաբերությունը դուք եք ասում, չէ՞։ Գնում եք Կարմիր հրապարակում կանգնում եք Նիկոլի կողքը բան տենց, որ տիպը դուք եք դες դուք Ռուսաստանը դա ձեր բանն է, ձեր մայր հայրենիքն է, այսպես ասած։ Ինքն էլ է տես մտածում ձեր նման Ռուսաստանը, ասենք դες նայում ես ամեն ինչ նորմալ է, բայց չէ արա։ Դուք ոչ թե ուզում եք Նիկոլին փոխեք։ Դուք դիշովկա եք, դուք եք ուզում գաք իշխանության։ Եվ ես շնորհակալություն եմ հայտնել մի անգամ արդեն Սրբազանին, որ լյուստրացիայի ենթարկեց ձեզ, իսկ Մարոկյանը вообще տրուսի կախարը հանեց վրեկներից սաղ ու լրիվ մեկ եկել, լրիվ ճիճուի ինչ որ տենց են քաքի մեջի ճիճուները ոնց են տենց ասենք աթորի համար, բանի համար, քաքի համար, քրիվա դուք եք։ Եթե դու այդ չլնեիք, եթե ձեր նպատակը Նիկոլ Փաշինյանից պրծնելն է, վերջապես Դավաճան հողատու, եսի մնչատուից, ապա այս մարդուն կնշանակեի կլներ մի տարի կլներ, հետո նորմալ ընտրություններ կանեիք, կամ կընտրվեի, կամ ջայնամ ընտրվեի, կամ մի բան կլներ։ Դեռ ավելին ասում եք Փաշինյանը ընտրություն, հա, որ Սրբազանի հետ բազարը որ սկսվել էր, ասում եք, բայց լավ ինչի համար, ասում եք, գոնե ընտրությունները որ լինեն 26-ին, ՔՊ-ի ձեռը չի լինի, էլի, արդար ընտրություններ կլինի։ Կարելի է մտածել ՔՊ-ի ձեռը որ ընտրությունները արդար չի։ Հիմա չասեք թե պաշտպանում են, բայց կներեք արդար չլներ, Ղլեննականում տենց արդյունք չենք ունենա, կամ Փարաքյանում տենց արդյունք չենք ունենա, արդար ընտրությունները տենց է։ Լավ, էդ էլ
ասենք ձեզ բոնուս կլներ, էլի որ Մարոկյանը կկազմակերպեր ձեր ընտրությունները եւ արդար բան նորմալ ընտրություններ կլներ, արա մոտ արա ինչ մեղք եք դուք յախ ու ձեր կարծիքով եք սա իդիոտ ենք ու խոտ ենք ուտում արաշ դուք շատ վատ եք, է շատ, ախը չեք պատկերացնում ինչ վատն եք, է չեք պատկեր դուք եթե պատկերացնեիք դուք ինչ վատն եք, դուք վաղուց ինքնաց բան կլնեիք, բայց դուք դա չեք պատկերացնում։ Ես նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի այդ թևն ու նաև Միագեն Նիկոլ Փաշինյանի, որը որ ցեխ լցնում է այդ բանի վրա, այդ էլ ընդեղից, այդ իմպիչմենտը ինչ է ցեխ լցնել, բայց տեսել այդ իմպիչմենտին չգնացիք ժողովուրդ ջան, իմպիչմենտը բան չի, շատ ապուշ բառ է իհարկե, բայց կունիլինգուս չի, իմպիչմենտը էլի մի ամաչեք անեք էլի Ինչ խնդալու եք սարթորը սարևանա, հենա մարդ եկ էլ էր, հենա անդրեիք թող պրծնեիք Նիկորից էլի, դետքան ուզում էիք չի, մի հատ կանեիք, հետի մասասից, մարդ չեր իմանա, Վայ մամա ջան, հələ կլոուն եք, հետո ինձ եք ասում կլոուն, հələ հետի գոնե իմ մասնագիտությունն է, դուք յարի դες լուրջ մարդ եք, բայց դες բան եք, ընդդիմություն եմ ասել է, վախեցակ քակեցիք տակներդ, որ Մարոկյանը գար, պարզա որ ասենք ձեր այդ համաձայն լիքը հարցերում քարին ջեր թողի